Էրդողանը սպառնում է Իսրայելին, հիշեցնելով Արցախի պատերազմը, կտրուկ սրվել են Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները։ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի համատեքստում կտրուկ սրվել են Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները, բանը հասել է երկու կողմերից հնչող սպառնալիքներին ու պաշտոնյաների կողմից արհեստական բանականության միջոցով սարքված ծաղրանկարների տարածմանը։ Կատաղության պահին Էրդողանը ևս մեկ անգամ ընդունել է, որ Արցախում պատերազմը իրականացրել է ու հայերին սպանել է հենց Թուրքիան։ Եթե պատերազմ սկսվի եւ Պակիստանը չկարողանա խաղաղություն հաստատել, մեր պարտականությունն է հարձակվել Իսրայելի վրա, ինչպես մենք մտանք Լիբիա եւ Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել։ Երուսաղեմ Փոստի ու մի շարք այլ աղբյուրների համաձայն հայտարարել է Թուրքիայի նախագահը, միաժամանակ Իսրայելին մեղադրելով Պաղեստինի ու Լիբանանի դեմ վայրագություններ կատարելու մեջ, իսկ Բենյամին Նեթանյահուին արյունով ու ատելությամբ կուրացած լինելու մեջ։ Ի պատասխան X-ի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ Իսրայելի վարչապետը գրել է. «Իմ ղեկավարությամբ Իսրայելը կշարունակի պայքարել Իրանի ահաբեկչական ռեժիմի եւ նրա դաշնակիցների դեմ, ի տարբերություն Էրդողանի, որը հարմարվում է նրանց եւ կոտորում իր սեփական քուրդ քաղաքացիներին»։